Հիմա մի րոպե արգելիներս դուք վերջին Per mi mezzo me c'è di sé. Ես քվեարկել եմ մեր ժառանգությամբ մեզ փոխանցված բոլոր լավագույն ավանդույթների հենքի վրա համախմբված կերպով մեր ժողովրդի ապագան ավելի բարեկեցիկ դարձնելու համար ես քվեարկել եմ հանուն մեր արդար ազնիվ Հայաստանի մեր ժողովրդի համար ավելի զարգացող տնտեսություն ձևավորելու, ավելի բարեկեցիկ կյանք ձևավորելու եւ մեր Հայաստանի համար ավելի հարատևող եւ միջազգային վարկը օրստորե բարձրացրող ապագա կերտելու համար։ Այս պահին ինչպես է կարգավորվում վարչությունների մասշտաբի ճահազանգերի մասշտաբի Բոլորի մասին մենք տեղեկացրել ենք, հիմա այդ տեղեկությունների հիման վրա մեր շտաբը այսպես իրադրությունը գնահատում է եւ վերահսկողության տակ է վերցնում։ Շատ են գեղեցիկները, որ դաշինքում անհանգստության շրջան է, տեղեկություններ էին մամուլում տարածվել, որ դաշինքում անհանգիստ շրջան է։ Ժորժան, ես ասացի, բերեք այսօր օրը անցկացնենք հանդարտ ոգով եւ անսասան հավատքով, որ ամեն ինչ լավ կլինի մեր երկրի համար եւ նաեւ բոլորի համար եւ նաեւ մեր ընկերոջ, մեր մարտական ընկերոջ Սամվել Բաբայանի համար։ Մտավախություն չկա դաշինքի որովհետեւ մամուլը նշում են, որ ազատամարտիկները, ովքեր դաշինքի ներսում են, որոշակի անհանգստություն, մտավախություն ունեն։ Այդ մասին է։ Գիտեք, քանի որ մեր ընկերը դեռևս գտնում է անազատության մեջ եւ այնտեղ կան կասկածներ, մտավախությունները միշտ էլ լինելու։ Շնորհակալություն։ Հույս ունեք, որ իշխանությունը կարգացնի անհրաժեշտ այս բայ դրությամբ ինչպեսին է։ Հուսանք, այս օրը, այս տոնական օրը հանդարտ ոգով եւ այսպես խաղաղությամբ անցկացնենք դեռևս։ Պարոն Օհանյան, հետընտրական զարգացումների կարող եք ասել ձեր շտաբը հանդարտ հոգով, խաղաղ հոգով անցկացնենք այսօր։ Պարոն Օհանյան, երեք ազատդեմոկրատները հայտարարությամբ կոչել հանդես եկան բոլոր 9 կուսակցությունները միասին բարձրանալ Եռաբլուր հարգելու։ Մենք կայցել ենք Եռաբլուր։ 9 կուսակցությունները կարող են միասին բարձրանալ այդ կոչը։ Հարցրեք 9 կուսակցությունները։ Դուք կուսակցության դաշինք։ Մենք կբարձրանանք այսօր Եռաբլուր։ Ժամը 2-ին։ Եթե գեղեցիկները մեծ ծավալի լինեն, էական լինեն, ինչ եք անել։ Չէի ցանկանա, որ լինեին մեծ ծավալի գեղեցիկները, ասացի, բերեք հավատքով։ Առայժմ այդպես անցկացնենք այսօրը։ Մտահոգիչ կան ահազանգեր, բայց մենք կզբաղվենք, բերեք օրը անցկացնենք, տեսնենք ինչով կավարտվի։ Ես ցանկանում եմ, որպեսզի լավ լինի, հանդարտ լինի եւ խաղաղություն լինի մեր երկրի համար։ Շնորհակալություն։ Վլադիմիր Գասպարյանն Չէ, ասել է հետընտրական գործողություններ եթե լինեն, մենք անպայման կանխենք ոչ միայն։ Թող բոլորը գործեն օրենքի շրջանակները։ Դուք ակնկալում եք, որ շարունակվի հանրահավաքներ, դրսի պայքար, ոնց որ միշտ բոլոր ընտրություններից հետո լինում է։ Ես ինչու եք տրամադրությունս փչացնում, ասացի բերեք հանդարտ ոգով եւ խաղաղությամբ անցկացնենք այսօրը։ Բայց օրը դաշինքը արդեն երեկվանից բազմաթիվ ընտրախախտումների ահազանգեր է տարածում։ Խախտումների ահազանգեր տարածում են, կզբաղվենք։ Հիմա նույն դրանք էական ազդեցություն։ Կան կապույտ տարբեր գրիչներ եւ այլն։ Վերահսկեք, դուք էլ գնացեք վերահսկեք այդ ամեն ինչ։